շնորհակալ եմ բարեկամ տաղավար եւ այսպես այսօր ադրբեջանական զրույցները հաղորդում են, որ Բակո Սահակյանին, Դավիթ Մնացականյանին, Դավիթ Մանուկյանին, Արայիկ Հարությունյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկման են դատապարտել, Արկադի Ղուկասյանին 25 տարվա ազատազրկման եւ այս ամենի ֆոնին մենք տեսանք երեք Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ Աբու Դաբիում այդ ճակատավոր խաղաղության մրցանակ ներվերցնում Ալիևներ կողքին էր իրեն էլի դստեր հետ խնդրեմ այս ամենի հետ կապված ձեր տեսակետը Հերթական անգամ սա հայ ժողովրդին ստորացնելու եւ հայ ժողովրդի նորագույն պատմությունը սրբագրելու քայլերից մեկն էր եւ երեք իրականում իրենք ոչ թե խաղաղության մրցանակ էին ստանում, այլ իրենց ոճրագործությունը երևի նշում էին եւ երեկվա իրադարձությունները ես ավելի շատ կգնահատեմ Նիկոլ Փաշինյանի կողմից Ալիևի այժմոտ ձեռքերը լավանալու հերթական դրսևորումներ, որովհետև այ թեկուս այսօրվա արտենես դատավարությամբ իրենք երկուսով փորձեցին ամբողջ աշխարհին ցույց տալ, որ վերջին 30 տարին հայերը երբ որ պայքարում էին կյանքի իրավունքի համար, ամենակարևորը կյանքի իրավունքի համար, դա դիտարկեցին ոչ թե արդար պայքար, այլ աբեկչական խմբավորումների կողմից կազմակերպված գործողություններ, ինչին եւ մշտապես ցկտում էր Իլհամ Ալիևը։ Այսինքն երեք Նիկոլ Փաշինյանը ինքը հերթական անգամ այժմոտ մարտասպանի ձեռքերը այժմը փորձեց լվանալ եւ դրանով նախապատրաստել հայ ժողովրդի նկատմամբ իրականացվող հաջորդ ցեղասպանությունները։ Ցավոք սրտի այսօրվա այդ դատավարության մասով իհարկե մեծ ցավ ապրեցի, բայց բոլորիս համար էլ սա կանխատեսելի էր, ավելի շուտ սպասելի էր, որովհետև այլ բան սպասել Ալիևից անմտություններ առավել եւս, որ նրանից այլ բան պահանջող որպես այդպեսին չկա։ Այդ մարդկանց պայմանավորված կերպով հանձնել էին, որպեսզի կարողանային Արցախի կազմաքանդման, Արցախի կործանման տաբանաքարը վերջնականապես տնեին եւ իրականությունը շեղեին տանեին լրիվ այն ուղղությամբ, ինչին ցկտում էր Իլհամ Ալիևը եւ առհասարակ թուրքական աշխարհը։ Եվ այստեղ Նիկոլ Փաշինյանը ինքը ամբողջովին համագործակցել է եւ այս դատավճիռը, որը ստորագրվել է, սա միայն Ալիևի եւ Ալիևի դատարանների կողմից չի ստորագրվել, սա ստորագրվել է նաեւ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հետևաբար հերթական անգամ կրկնելու եմ այն միտքը, որը մի քանի անգամ նաեւ ձեր տաղավարից եմ կրկնել, քանի մենք հանդուրժում ենք կամ քանի մենք մեր գործողություններով դեռևս թույլ ենք տալիս, որ Նիկոլ Փաշինյանը զբաղեցնի Հայաստանի կառավարության աթոռը, հետևաբար հույս չունենանք, որ մենք Երևանում եւ Բաքվում կունենանք հայ մարդկանց նկատմամբ արդար դատաքննություն։ Եթե մենք ուզում ենք, որպեսզի մեր բոլոր քաղաքական պատանդներին ազատենք, մենք առաջի հերթին պետք է ազատենք Հայաստանի Հանրապետության կառավարության ղեկավարի աթոռը։ Որովհետև քանի այդ մարդը նստած է, թե Բաքվում եւ թե Երևանում շարունակելու են տատել հայ մարդկանց, հայ երևելիներին։ Եվ սա նաեւ ինչով է շատ վտանգավոր, որովհետև այլևս սրանից հետո Նիկոլ Փաշինյանը ուզի թե չուզի, բնականաբար ինքը կուզի, սկսելու է հերթով Բաքվի այսպես կոչված ճակերտավոր արտարադատությանը հանձնի բոլոր նրանց, ովքեր ժամանակին Արցախում ունեցել են որոշակի դերակատարություն։ Իմ կարծիքով, չգիտեմ, երևի ես էլ միջամտեմ, որպեսզի առաջինը հանձնի հենց Փաշինյանը իր որդուն, որովհետև հաշվի առնելով, որ ինչպես ինքն է պնդում Արցախը մերը չի եղել, ինչպես իր գործընկերոջ հետ փորձում են Արցախյան այդ սուրբ պայքարը, իրականում սուրբ պայքարը ներկայացնել որպես ահաբեկչական, իր որդին 2 տարի եղել է այդ ահաբեկիչների մեջ։ Եթե իրականում Արցախի պաշտպանության բանակը դա ահաբեկչական էր, ինչպես պնդում է Ալիևը, եւ ինչի համար օրինակ Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը այսօր դատվում են, հետեւաբար Փաշինյանի տղան տրամադրել չեմ հիշում, բոլոր դեպքերում ինքն էլ հավասարաչափ մեղավոր է եւ հաջորդ քայլին ես ակնկալում եմ, որպեսզի Բաքվում դատեն հենց Աշոտ Փաշինյանին։ Ինչ տարբերություն։ Իրականում ես որևէ տարբերություն չեմ տեսնի։
կամ եթե դա եղել է աբեկչական ինչ-որ կազմավորումներով անջատված, չգիտեմ, տարածք, այդ տարածքի հետ Նիկոլ Փաշինյանը մի քանի տարի շարունակ սերտ համագործակցություն է ունեցել, մասնավորապես նույն ցմա դատապարտված Արայիկ Հարությունյանի հետ։ Այսինքն մենք կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը ինքը եղել է Արայիկ Հարությունյանի հանցագիծը։ Եթե այսօրվա դրությամբ Արայիկ տալիս են ցմա կոնկրետ գործողությունների համար, այդ գործողությունները ամբողջովին կազմակերպված են եղել եւ համաձայնեցված են եղել Նիկոլ Փաշինյանի հետ։ Ավելին ասեմ, հենց հեղինակն էլ եղել է Նիկոլ Փաշինյանը, Արայիկը չկար այդ կամ որ ինքը որոշեց, չնայած ցավ եմ ապրում, որ ինքը որպես հայ այնտեղ է տատվում, ես կուզենայի իրեն տեսնել Երևանի դատարաններում, բայց ինչևէ, հիմա եթե Արայիկ Հարությունյանին դատապարտել են ցմա որպես հանցագործի, հետևաբար պարտավոր են նաև այնտեղ ադրբեջանական արտարադատության առաջ կանգնեցնելու Նիկոլ Փաշինյանին, որովհետև արտարադատությունը երբեք որևէ տեղ չի կարող լինել երկակի։ Արտարադատությունը պետք է ունենա ընդամենը մեկ գույն, եւ եթե Փաշինյան Նիկոլը ընդունում է, որ Ալիևի կողմից իրականացվող գործողությունները միանշանակ օրենքի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից են, հետեւաբար ինքը եւ իր որդին պետք է գնան եւ կանգնեն այդ նույն դատարանի առաջ, որը այսօր մի խումբ հայրենակիցների, մեր ռազմաքաղաքական այսպես ասած վերնախավի ներկայացուցիչներին դատապարտել է ցմա, հետեւաբար իրենք էլ նույն հատկանիշներով պետք է մեղադրանք ընդունեն եւ կանգնեն այդ դատարանի առաջ։ Ես անկեղծ ասած կրկին ուզում եմ նորից երեկվա այդ խայտարակության անդրադառնալ, որ տեսեք իրականում սա ամենա էլի այսպես ծանր օպտակներից մեկն էր հայ ժողովրդին։ Հասկանում եք, սա այրուն ծախելու գործընթաց էր։ Լավ, դու կարող ես ինչ-որ իմաստով պարտադրված ժամանակավորապես կամ չգիտեմ մանյովրելու համար գնալ ինչ-որ խաղաղության գործընթացների, բայց դու ոնց կարող ես գնալ քո ժողովրդին մորթողից հերկը սխմել, ցերկը լվանալ։ Եթե սա այրուն վաճառելու գործընթաց չէր, ապա ինչ էր։ Այսինքն ինչ-որ մի անհայտ, ես ինչքան երեք փորձեցի հասկանալ այդ մերձանակաբաշխությունը, ամենայն դեպս ինքը առանձնապես մեծ հեղինակություն չվայելող եւ շատերի համար անհայտ մրցանակաբաշխություն էր եւ չզարմացա, որ նաև այդ մրցանակաբաշխության ժամանակ ինչ-որ $1 միլիոն կարգի է մրցանակ են տալիս եւ բնականաբար Նիկոլ Փաշինյանը պետք է վազեր այդ փողի հետևից, ես վստահ եմ, որ Ալիևն էլ մեծահոգաբար իր բաժինն էլ է շպրտել դեմքին, ասել է տար մի խոսքով, այսինքն սա հերթական անգամ ինքը երեք որպես Հայաստանի ներկայացուցիչ, ցավոք սրտի իշքան է մենք չընդունենք, որ ինքն է ներկայացուցիչը, բայց ինքը երեք փորձեց այդ բեմի վրա ցույց տալ հայ ժողովրդի խեղճուկությունը։ Հասկանում եք, սա իսկապես չի մարսվում։ Վերջին 30 տարիներին, վերջին 3 նախագահների օրոք, այո մենք ունեցել ենք խնդիրներ, 3-ի օրոք էլ եղել են շատ լավ բաներ եւ եղել են շատ վատ բաներ, բայց միջազգային հարթակներում Հայաստանը երբեք ստորացված չի եղել։ Հայաստանի ղեկավարը միջազգային հարթակներում երբեք այսպես կոպեկի հետևից վազող հավաքարարի տեսք չի ունեցել։ Գնաս դու հասկանում ես, լավ դու չէր հարգում ինձ, չէր հարգում մեր զինված ընկերներին, հայ ժողովրդին չէր հարգում, բայց ինքը քեզ այնքան է ստորացել է։ Վերջը կա չէ այդ վիդեոները մենք տեսել ենք տարբեր առիթներով իշքան ինքը քեզ ստորացել, լավ դու ընդհանրապես որևէ, այսպես ասած, ինքնասիրության նշույլ չկա քո մեջ։ Այսինքն գնացել ես ինչի համար ես ձերքը սեղմում, կամ են լուսակի տատս լավ բառ ուներ, զապաս մեռել, այն զապաս մեռելը, որ ելել էր Ալիևին շնորհակալություն էր հայտնում, ինչի համար է շնորհակալություն հայտնում։ Մենք մոտ հասկանանք, որ այսօրվա դրությամբ, որ Արցախը տարել են, հա, այդ մարդկանց դատել են, լավ, ենթադրենք Արցախը իր համար թանկ չի, Ալիևի հետ խոսում ենք խաղաղությունից, այդ խաղաղության մեջ նաև պետք է լիներ խոսույթի փոփոխություն։ Օրինակ Ալիևի խոսույթում կա փոփոխություն, ինքը այլևս չի ասում արևմտյան Ադրբեջան եզրույթը։ Ասում է, չէ, այսինքն ոնց կարող է մարդը գալ քո հետ խաղաղության, բայց միևնույն ժամանակ քո տարածքների նկատմամբ ունենալ ագրեսիայի դրսևորումներ։
Եթե այդ մարդը գալիս է խաղաղության, հետևաբար ինչու ինքը չի հեռացնում իր զորքերը Ջերմուկի հատվածից, Վարդենիսից, Սյունիքի ներքին հանդերձ, ինչի չի հեռացնում։ Ես փորձեմ եթե լավ նույնիսկ այդ մասով հասկանանք, որ Փաշինյան Նիկոլը որպես դասական աբիշնիկ ինքը պետք է դրանից ուրախանար, որովհետև այդ մարդիկ հնարավորություն չեն ունենա խոսալու եւ շատ բաներ պատմելու, բայց եթե դու լավ երկրի կառավարություն չես, երկրի ղեկավար ես, եթե քո համար այդ երկրի սահմանադրությունը կարևոր է, կոնե դու այդ մի քանի հարցը պետք է հստակ տնես, որ լավ, ենթադրենք ուզում եք, չգիտեմ, Թրամփի միջանցքը, կոնե Ջերմուկից ձեր զորքերը դուրս անեք, կոնե Արևմտյան Ադրբեջան եզրույթը մի կիրառեք, եւ նմանատիպ հասկանում եք, այստեղ գիտեք որն է ցավը, որ պատերազմ եւ խաղաղություն բառերի միջեւ այլևս մենք տարբերություն չենք կարող գտնել։ Պատերազմի ժամանակ փաստացի մենք շատ ավելի բարվոք վիճակում ենք գտնվել, քան պատերազմից հետո նոյեմբերի 9-ից հետո կնկված, այսպես ասած, զինադատարի եւ խաղաղության շրջանակներ։ Մենք ինչ որ կորցրել ենք, չենք կորցրել պատերազմի օրոք։ Մենք մեր կորցրածի ընդամենը երևի 20%-ն ենք կամ այդքան չի, շատ ավելի քիչ, մինչև 20%-ն ենք մենք կորցրել մինչև նոյեմբերի 9-ը։ Եվ այդ մնացած կորուստները մենք ունեցել ենք նոյեմբերի 9-ից հետո այդ իր ասած խաղաղության ժամանակահատվածում։ Եթե այդպեսին է խաղաղությունը, որ մեզ պետք չէ այդ տիպի խաղաղություն, չէ։ Եթե խաղաղության անվան տակ վաղը պետք է իմ տունն է լցվեն, ձեր տունն է լցվեն, եթե խաղաղության անվան տակ պետք է սկսեն արդեն այլ դրսևորումներով մեզ տանել ցեղասպանության, մեզ այդ խաղաղությունը պետք չի։ Եվ այստեղ գիտեք իսկապես այլևս նաև մեզ պատիվ չի բերում ամեն անգամ իր այս սցենարներով խաղալը եւ ամեն անգամ այս ամեն ինչ հետևից գնալը։ Այստեղ ուղղակի այլևս պետք է քաղաքական կամք եւ այդ քաղաքական կամքի արդյունքում կոնկրետ գործողություններ։ Այս մարդուց վերջնականապես պրզնել է պետք, ազատվել է պետք, հասկանում եք, այստեղ արդեն նաև մեր անվտանգության խնդիրը չէ, մեր բարեկեցության խնդիրը չէ, այստեղ նաև մեր ինքնասիրության խնդիրն է։ Այս մարդը արդեն պարբերաբար յուրաքանչյուր հայի ինքնասիրության վրայով է քայլում։ Ես օրինակ չեմ պատկերացնում որևէ նորմալ հայ մարդ, որը երեկվա այդ կրգեսը Աբու Դադի նայելով կարող էր իրեն լավ զգալ, հպարտ զգալ։ Այսինքն այդ նույն հպարտության մասով այսօր ինչ-որ այնտեղ այդ ԿՊՀ-ականներ փորձում են իրենց, չգիտեմ, սոցիալական ցանցերով նշել, թե տեսեք, ես ինչ աննախադեպ էր, երբ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները իրար կամ ղեկավարները իրար ձեռք են սեղմում։ Ախպեր այստեղ աննախադեպ ոչինչ չկար։ Աննախադեպ էր, երբ որ Ալիևին Տեմիրջյանը բերում էր Սարդարապատեր կանգնեցնում եւ ստիպում էր, որպեսզի հարգանքի թուրք մատուցեր թուրք սատկացած հայերի հիշատակին։ Այդ հայ էր աննախադեպը, այդ հայ էր ոգևորողը։ Ոչ թե գնալ քո ընտանիքի, քո ազգի ներկայացուցիչներին մորտածի ձեռքերից այրունը սրբել։ Փաստացի մենք երեք տեսանք այդ ագանատեսներանք այդ երևույթին, երբ որ մեր դահիճի ձեռքերը Գնաց եւ Փաշինյան Նիկոլը սրբեց։